Միջազգային լրահոսն այսօր։ Ուկրաինական կողմը Սաուդյան Արաբիայում կփորձի համոզել ԱՄՆ-ին վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումը եւ ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը վկայակոչելով իրազեկ պաշտոնյաների։ Ըստ լրատվամիջոցի այդ նպատակով Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաեւ մարտական գործողությունները Սև ծովում։ Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Financial Times-ին ասել է, որ Կիևը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Ջիդայում կհանդիպեն մարտի 11-ին։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Ստիվ Ուիտքոֆը, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Անցած շաբաթ Վաշինգտոնը դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական օգնությունը Կիևին, փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահի վրա։ Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները։ Միացյալ Նահանգները պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել ու հարստացնել գրենլանդիացիներին, ինչպես նաև պատրաստ է Գրենլանդիան ընդունել ԱՄՆ-ի կազմ։ Այս մասին Truth Social կայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ես պարզեցի ասացի կոնգրեսում իմ ուղերձի ժամանակ, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Գրենլանդիայի ժողովրդի իրենց ապագան որոշելու իրավունքին։ Մենք կշարունակենք ձեզ ապահով պահել, ինչպես որ անում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Մենք պատրաստ ենք ներդնել միլիարդավոր դոլարներ նոր աշխատատեղեր ստեղծելու եւ ձեզ հարստացնելու համար։ Եվ եթե դուք ցանկանաք, մենք կողջունենք ձեզ, եթե որոշեք դառնալ մեծագույն ազգի Ամերիկայի Միացյալ Նահանգների մասը, գրել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ։ Ի պատասխան Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։ Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել նախկին դատավոր Ելենա Խախալևային։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով փաստաբան Շահլա Գումբատովային։ Բաքվի օդանավակայում ձերբակալված նախկին դատավորը միջազգային հետախուզման մեջ էր։ Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան մեղադրում է խարդախության ու ծառայողական դիրքը չարաշահելու համար։ Ըստ ռուս իրավապահների նա 1.2 միլիոն է յուրացրել։ Բաքվի դատարանը նրան 40 օրով կալանավորել էր արտահանձման վերաբերյալ իրավական գործընթացներն ուսումնասիրելու համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ռուս իրավապահներից ստացել են համապատասխան թղթեր, սակայն Խախալևայի արտահանձման միջնորդությունը դատարանը չի բավարարել։ Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկում է USAID-ի ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83%-ը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ այդ որոշումը կայացվել է 6 շաբաթյա դիտարկումների արդյունքում։ 5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ԻՇՀ-ի, երբեմն նույնիսկ ի վնաս ԱՄՆ շահերին, գրել է Ռուբիոն հավելելով. Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերը ավելի արդյունավետ կառավարել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը խորհրդակցություններ է վարում իր միջուկային ծրագրի շուրջ, այդ թվում Մոսկվայի եւ Պեկինի հետ։ Մենք ճնշումների եւ ահաբեկման ներքո չենք բանակցելու, մենք չենք էլ մտածի այդ մասին, ինչ էլ որ լինի բանակցությունների թեման։ Բանակցություններն ու թելադրանքով ահաբեկելը նույն բանը չեն։ X-ում գրել է Արաղչին, նշելով, որ երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորհրդակցություններն ընթանում են իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։ Նա շփումների նպատակն է անվանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության եւ բաց լինելու ամրապնդումը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Աբբաս Արաղչին նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը եղել է եւ միշտ լինելու է խաղաղ նպատակներով։ Հիշեցնենք, մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրավիրել է Իրանին
Բանակցությունների եւ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ավելի ուշ ասել էր, որ չի բանակցի նրանց հետ, ովքեր Իրանին այդ բանակցությունները պարտադրում են իրենց շահերից ելնելով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։